մոմի գործի բանը, հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է, կաթողիկոսի չէ, կտրիչ Ներսիսյանի, ամենամեծ թեմի առաջնորդը կտրիչ Ներսիսյանի եղբայրն է, այն մյուս թեմի առաջնորդը իրա քրոջ որդին է, եւ այլն եւ այսպես շարունակ, հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, եւ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար, եւ ես էլի եմ ասում ես դրան այսօր, եւ այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են եւ հոգեվոր եւ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ, բայց մարդիկ, որ չեն կարող մի ամիս առանց ինչպես կնոջ ապրել, իրանք ինչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ եւ հանրության առաջ ազնիվ են եւ իրենց ծառայության մեջ առաքինի, ով է օրինակ կտրիչ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային, ոնց կարա կուսակրոնության ուխտը խախտած եւ չեմ ուզում ամբյոնից էլ այդ բառը պաշարը օգտագործել, ասենք Սամվել Առաքելյան կոչվող ոմը մեկը ոնց կարա ամուսնացյալ եկեղեցա քահանաներին Խաչատրյան ներողություն Սամվել Խաչատրյան ամուսնացյալ քահանաներին հրաման տա եւ նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի, ոնց կարա, դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որտեւ ինչ ասես, որտեղ ասես անում են, մի հատ էլ գալիս են այդ բանի դիրքերից, որպես մարդիկ, ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, գալիս են բարոյական եւ ոչ միայն իրավական բան են կիրառում, իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանում եք, այդ փաստի բերումով, մի հատ էլ ոնց կար կաթողիկ, ասում են կաթողիկոսի անձնական կյանքը, հասկանում եք, կաթողիկոսի անձնական կյանքը, մարդիկ, ով որ խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը